Ողջույն սիրելի հետևորդներ, եկել ենք խաղողի այգի, ուզում ենք նկարել խաղողի հետը, հիմա փորձում ենք համոզել մշակողին, որպեսզի մեզ մի քանի մեր հարցերին պատասխանի, հիմա տեսնենք ինչպես կստացվի, ներկայացնենք գարնանային մշակության հետ կապված նրբությունները, խաղողի հետ կապված նրբությունները, այսքանը սիրելի հետևորդներ, հիմա մոտենանք, տեսնենք կհամաձայնի պատասխանել մեր հարցերին, թե ոչ առհասարակ գյուղացիները միշտ ամանչում են հարցերին պատասխանել, քաշվում են, մտածելով, որ իրենք ավելի քիչ գիտեն, քան մասնագետները, դրա համար մեզ անընդհատ խնդիր է լինում, որպեսզի համոզենք մարդկանց, որ պատմեն իրենց գիտելիքները, փոխանցեն մյուսներին, որպեսզի մյուսներն էլ կարողանան օգտվել այդ ինֆորմացիայից եւ ճիշտ խաղողի մշակություն անեն, ճիշտ գյուղատնտեսությամբ զբաղվեն։ Հիմա մոտենանք, տեսնենք ինչ կասեն։ Հիմա տալիս են 5-ից 3 հաշկ Շահումյանը, նայած խաղող։ Սա Շահումյան տեսակն է։ Հա, Շահումյան տեսակն է։ Խաղողի մատեր կա, որ տալիս են իջև 6-ից 3 հաշկ։ Ինչն է տարբերությունը եւ որոնք են նրբությունները։ Մեկը պետք է բաց լինի մեջերը, որպեսզի հիվանդություն, մեկ էլ շուտ չընկնի, էլի։ Շուտ չտարածվի հիվանդությունը։ Հասկանալի։ Ինչպես հասկացանք, ձեր խաղողը այն տեսակն է, որ ձմեռաթաղ չէ կատարում։ Սառնարան եմ դնում, մի քանի տարի սառնարան եմ դնում, դրանից առաջ բանը ստեղից ես մի անգամից տալիս եմ, տանում էին, էլի։ Իսկ ձմեռը թաղում եք խաղողները, ձմեռաթաղ կատարում եք։ Չէ, 5-6 տարի կլինի, որ այդ ձմեռաթաղը չեմ անում, շուտը չի տանում։ Այսինքն այս տարվա մինչև -20 աստիճանին ինքը դիմացել է։ Հա, դիմացել է։ Այլևս անհրաժեշտություն չկա։ Եթե գիշեր ցերեկ լինի, կտանի։ Որ գիշերը ցերեկի հետ 20 աստիճան չի փոփոխականա չի տանում։ Հասկանալի։ Իսկ ինչ նրբություններ կան խաղողի մշակության հետ կապված, որ կուզեք մարդկանց հետ կիսվեք, ինչ սխալներ են անում առհասարակ, որ խաղողի բերքը խնդիր է լինում, թե բերքատվության առումով, թե բույսերի, ասենց ասած, խաղողի վազի հիվանդությունների առումով, ինչ կա, որ կուզեք մարդկանց ասեք, որպես խորհուրդ։ Որպես խորհուրդ էլ եմ ասում 10 օր պետք է չլռանա, էլի, ամեն 10-րդ օրը սրսկում ուզում է։ Պրոֆիլակտիկ սրսկումներ։ Հիմնականում ինչի դեմ։ Ինչի դեմ, որ փոշի կա, փոշի է դնում։ Հա, խաղողի փոշի կա։ Ահա, այդի որ չառաջանա, սնունդ կա, որ թույնի հետ տալիս են, որ լավ է, էլի։ Իսկ առաջին սրսկումները խաղողի երբ են կատարվում ու ինչ սրսկումներ է պահանջում խաղողը։ Մի 10 օրից սրսկում են բանի դեմ, ինչ են ասում, որ չխփի։ Վահանակիրի դեմ։ Չէ, վահանակիր չի։ Բանի դեմ, տրիպսի դեմ է սրսկում, էլի։ Իսկ գարնանը, որ շատ անձրևներ են լինում, խաղողը անընդհատ խնդիրներ է լինում, տերևները սկսում են հիվանդանալ։ Այդ դեպքում ինչ կարելի անել, ինչ խորհուրդ տանք մարդկանց, որ այդ սեզոնին ինչ անեն։ Պարտադիր սրսկում ուզում է, ես էլ այդպես չգիտեմ, ժամանակա որ գնում եմ ասենք։ Հա, թունաքիմիկատների խանութում հարցնում ենք։ Խորհուրդ են տալի, ըստ դրանցով բերում ես էլ եմ սրսկում, էլի։ Շատ լավ։ Նշեցիք, որ ձեր խաղողը Շահումյան տեսակ է։ Եթե օրինակի համար ունենք քիշմիշ, ունենք իծապտուկ տեսակի խաղողներ, դրանց այդ ինչպես կատարենք։ Նույն է ձևին։ Էլի 3-4 աչք թողնելով։ 5-ից 3 հաշկ։ Հասկանալի։ 5-ից 3 հաշկ։ Հիմա առաջինը խաղողին որպես սրսկում ինչ եք անելու։ Գարնան այս ընթացքում։ Դե ոչ տրակտորով, ձեռքով արդեն կսրսկենք, որովհետև քիչ ջուր է պահանջում, մոտավորապես երևի մի 50 լիտրի կարգի։ Ինչ եք սրսկելու, պղնձարջասպ։ Ինչ։ Պղնձարջասպ, կապույտ։ Չէ, դրանից չի։ Ոտիցս տրավ դինանա։ Ստես չեմ հիշում։ Հասկանալի է, ծառի դեպքում ուրիշ ենք սրսկում, խաղողին ուրիշ ենք սրսկում։ Նույն թույները չի։ Տարբեր տեսակ է։ Հասկանալի։ Այսպես սիրելի հետևորդներ, այս պահին հետման աշխատանքներ են կատարվում։
Դեռ այգին բավականին հետման կարիք ունի։ Դեն են գալի ճաշակում են, էթում են։ Այսինքն եթե ճանապարհով անցնեք, տեսնեք մշակողներին այգում, կարող եք մոտենալ, ձեզ հաստատ կհյուրասիրեն։ Շատ են գալի։ Այսքանը սիրելի հետևորդներ, ուրեմն խաղողի առաջին սրսկումները հիշում եք, որ մոտավորապես անելու եք 10 օր հետո, այսօր մեր մոտ մարտի 3-ն է, նկատի ունեցեք մինչև 13-ը սպասելու եք 13-ից հետո, իսկ ինչ թունաքիմիկատներ, ինչ պաշտպանիչ միջոցներ կարող եք հարցնել արդեն թունաքիմիկատների խանութում, ըստ դրա էլ չափաբաժինները կհարցնեք եւ համապատասխան չափաբաժիններով կսրսկեք ձեր խաղողի վազերը։ Այսքանը սիրելի հետևորդներ, դե ինչ կարող եք բաժանորդագրվել մեր ալիքին, բաց չթողնելու համար հաջորդ տեսանյութերը։ Կհանդիպենք։